Եվ ինչն է Աստծո նպատակը այսօր, քուրեր եղբայրներ, Աստծո նպատակը, որ այսօր իր մաքուր ջրերը տեղա մեր վրա, որ ես եւ դու հասկանանք, որ Քրիստոսն է կյանքը, իր խոսքերից է կախված մեր կյանքը, քուրեր եղբայրներ։ Ինքն է, որ պիտի ինձ եւ քեզ այցելի, եւ ես ինչպես մի կույր պետք է տեսնեմ, ինչպես մի կաղ պետք է ցատկեմ, իմ ոտքերը պետք է ուժովնան եւ զորանան, ինչքան էլ ես եւ դու տկար լինենք, եթե կանչեն Քրիստոսի փառավոր անունը, ինքը պատրաստ է քեզ օգնելու։ Ինքը պատրաստ է քեզ օգնելու, որովհետև ինքը տեսնում է, որ դու օգնության կարիք ունես, Աստծո որդու կարիք ունես։ Որովհետև ինքն է փրկիչը։ Ուրիշ փրկիչ չկա, քույրեր եղբայրներ։ Որ ես եւ որ հասկացա, հանդիպեցի Տիրոջը, Տերը ասեց, ինչ ես ուզում ինձանից։ Իմ ծնկերը արուն լվայերեղի աղոթքով, ես գիշերները ծնկում էի, առավոտ լուսադեմին արտանում էի ծնկերից վրա։ Դա ոչ թե մի օր, 2 օր, 10 օր, տարիով ես ծնկել եմ։ Ծնկերիցս արուն էր գնում, բայց ես ծնկած էի մնում, քույրեր եղբայրներ, հասկանալով, որ ես կարիք ունեմ բժշկության։ Իմ փրկությունը Հիսուսն է, Աստծո որդին, եւ երբ որ հանդիպեցի, ես շփոթվեցի, քույրեր եղբայրներ։ Եվ Տերը ասեց, ինչ ես ուզում ինձանից, ո՞նց ես ուզում, որ քեզ օգնեմ, հոգևոր թե մարմնավոր, ասի հոգևոր։ Ասեց, դե գնացեք, բարձեք, այս կենաց կյանքի ավետարանը եւ այս տողերը կարդացեք։ Քույրեր եղբայրներ, այս կենացը այսօր այս մեր առջև որ դրված է, սրա համար Աստված արուն է թափե։ Սա ինձ համար կենաց ջուր է, օգնության աղբյուր, կյանքի աղբյուր ամեն մի հավատացողին, ովքեր որ հավատքով կտեսնեն, ովքեր որ հավատքով կմոտիկանան սրան, որովհետև Աստծո խոսքում գրված է, առանց հավատք ունենալու մեկը թող չմտածի, որ Աստծուց ինչ որ մեծ բան պետք է ստանա։